Ծնողների համար արդեն ծանոթ իրավիճակ է, երբ երեխան վերցնում է հեռախոսը մի փոքր խաղալու, բայց հայտնվում է անվերջ սքրոլի մեջ, որտեղ անհետանում է ժամանակի զգացողությունը եւ սկսում է գործել կախվածության մեխանիզմը։ Եթե ծնողը հեռախոսը չվերցնի երեխայի ձեռքից, նա կարող է ամբողջությամբ կորցնել ժամանակի զգացողությունը։ Ասում է հոգեբանն ու հավելում, գոնե պետք է գործեն ժամային սահմանափակումներ, որ կախվածություն չառաջացնեն։ Ներևս չապացուցված անգամ բան կա, որ հետազոտություններ գնում է հետազոտություններ, որ նորագոյացություն առաջանում անգամ ուղեղում եւ ոնց է մարդը սովածանում կամ ծարավում եւ այլն, նույնը այդ process-ին մասնակցելու ոնց որ բան է, պահանջմունք է առաջանում մարդու։ Արդեն իր համար բովանդակություն եւ այլն էլ էական չի լինում։ Էականը process-ին մասնակցելը կամ այդ սայթում լինելը կամ խաղալը կամ մյուսել։ Ու մինչև ծնողները փորձում են գտնել իրենց երեխաներին պաշտպանելու տարբերակներ, որոշ երկրներ սկսել են խնդիրը կարգավորել պետական մակարդակով։ Օրինակ, Ավստրալիայում դեկտեմբերի 10-ից սոցիալական հարթակները պարտավոր են քայլեր ձեռնարկել, որպեսզի 16 տարեկանից փոքրերը չկարողանան օգտահաշիվներ բացել կամ օգտագործել։ Կառավարության տվյալներով սա աշխարհում առաջին նման քաղաքականությունն է։ Արգելքը կգործի Facebook-ում, Instagram-ում, TikTok-ում, Snapchat-ում, YouTube-ում եւ այլ հարթակներում։ Այսպիսի մի լուծում էլ Դանիայի կառավարությունն է ձեռնարկել։ Այստեղ նախատեսվում է 15 տարեկանից փոքր երեխաների համար սահմանափակել սոցցանցերի հասանելիությունը։ Ծնողները կարող են թույլատրել, որ երեխաները 13 տարեկանից սկսած օգտվեն սոցցանցերից, սակայն միայն հատուկ գնահատման գործընթաց անցնելուց հետո։ Կառավարությունը մտահոգված է երեխաները բախվում են վնասակար բովանդակության եւ հոգեբանական ճնշումների։ Խնդիրը ուղղակի այն է, որ ծնողները երեխաների հետ բավարար չեն շփվում եւ չեն զգուշացնում ցանցային վտանգների մասին։ Խնդիրը այն է, որ թվային գրագիտության բավական պատրաստվածություն երեխաները չեն ասում եւ մենք դրա հետևանքով մեծ թվով դեպքերի ենք ականատես լինում, երբ երեխաների օգտահաշիվներն են կոտրում, հետո սկսում են ծանոթի ենթարկել, օնլայն բուլինգի են ականատես լինում։ Փորձագետի կարծիքով ժամանակի ընթացքում նման պահանջները կարող են տարածվել նաև ինտերնետային ծառայություններ մատուցողների եւ բովանդակություն տարածողների վրա։ Երեխաների հարցը սակայն մնում է բաց, արդյոք դրանք կաշխատեն, երբ ալգորիթմներն ու առցանց միջավայրը շարունակում են մնալ նույնքան գրավիչ, իսկ վերահսկողությունը նույնքան դժվար։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։